Որ երկրներ են արտահանվում հայկական միրգ պտուղ բանջարեղեն, ասում են 16 երկիր արդեն գնում է, բայց ավելի շատ է աշխարհակությունը նախագծով որ ներկայացնում էիք, հղում էիք արես 16 երկրի։ Հա, դա այնտեղ բաներ կա, որ արտահանում ենք, տարբեր այնտեղ երկու ծրագիր ունենք, տարբեր իրականում տարբեր ծրագրերով 25 եւ ավելի երկիր արտահանվել է։ Տեսեք, օրինակ Ֆրանսիայի հետ կապված ասում են, հա լավ է, որ Ֆրանսիայում գործող Նարեկ Կարապետյանն է ասում, Ֆրանսիայում գործող հայկական խանութում ծիրան է վաճառվում, բայց ասում են դա այս ամբողջ խնդիրը չի լուծելու, ինչ կասեք։ Դե, այսպես ասեմ ձեզ, հիմա այս պահին մեծ հաշվով մենք որպես կառավարություն մեծ խնդիրը լուծել ենք։ Ես օրինակ չգիտեմ, մի կիլոգրամ, այ որ չխանգարեք պատասխանեմ։ Դուք եթե հիշում եք մեր մամուլում ինչ հոդվածներ կային, թե ինչպես են պատկերացնում, թե ապագայում որքան թափված ծիրան է լինելու գետնին, բայց մենք այս տարի ծիրանի բերքի խնդիր ունեինք, որքան թափված դեղց է լինելու գետնին, բայց ես որքան գիտեմ ծիրան չի թափվել գետնին, ոչ է եղել այս տարի։ Ծաղիկները չեն գնացել, մնացել։ Լոլիկը չի թափվել, լոլիկը մթերվում է, հիմա վաճառվում է, արտահանվում է նաև, երեք էլ կառավարությունը որոշում է ընդունել, որով այլ երկրից այդ սահմանափակում է կիրառվել տոմատի մածուկի վրա, որը գալիս է Հայաստան, դրա հետևանքով արդեն 4 հայկական գործարան ինձ այսօր տեղեկացրել են, որ ամբողջ լոլիկը դաշտի եւ ջերմոցի, այսինքն այն ինչը որ մթերման ենթակա է, ամբողջ ծավալը կմթերվի եւ մեր գյուղացիներն ուզում եմ ասել, որ Ռուսաստանի սահմանափակումները վերացնել, ամեն ինչ եթե լավ է, պարոն Պապոյան։ Ինչպես նախորդ տարիներին, անցած տարի օրինակ կամ նախանցած տարի լոլիկ չի մնացել 1 կիլոգրամ դաշտերում, այս տարի էլ 1 կիլոգրամ դաշտում լոլիկ չի մնա եւ անգել խնդրել, որ ինչու չի մնա այդ պատճառով, որ դրսից ներմուծվող տոմատի մածուկի վրա սահմանափակում ա դրվել 6 ամսով եւ արտահանվող տոմատի վրա եւ տոմատի այդ հյութերի վրա, հյութերի համար կառավարությունը արտահանողներին աջակցություն է տալու։ Ահա այսպիսի քաղաքականությունների շնորհիվ մեր ընդդիմադիր մամուլի ցանկությունները այն է ունենալ տոննաներով թափված լոլիկներ, ծիրան եւ դեղց, այդպես էլ կմնա չկատարված։ Պարոն Պապոյան, կնեք մի հատ այլ հարց, էլեկտրական Պապոյան, ձեր հաղորդագրությունն է մեջ բերում, ոչ մի Ինչ են կարել։ Ասել եք սահմանախնդրել եք սահմանափակումները վերացնել։ Եթե ամեն ինչ լավ է, Որովհետև չենք ուզում ԵԱՏՄ-ն փլուզվի, ուզում ենք ԵԱՏՄ-ն մնա կառույց։ ԵԱՏՄ-ի մասին ենք մտածում, որովհետև ԵԱՏՄ-ն մեր կազմակերպությունն է։ էլեկտրական մեքենաների հետ կապված քանի քվոտա է մնացել քաղաքացիների հետ։ Կհրապարակեմ, եթե գիշեք ես ամեն ամսվա սկզբնամասում հրապարակում եմ, դինամիկան կպահեմ, օգոստոսի մինչև 5-7 կհրապարակեմ։ Եթե հիշում եք, անցած տարի մարտին սպառվեց, այս պահի դրությամբ կարամ ասեմ, որ օգոստոսի 1-ի դրությամբ հաստատ սպառված չի լինի, այսինքն այն քաղաքականությունը, որը հեշտ չի եղել, որ գնացինք եւ 15000 հատ բերեցինք, ճիշտ էր, նույնիսկ կարողա պարզվի, որ մի քիչ էլ ավելի քիչ էր, պիտի, բայց հնարավոր չէր, եթե հնարավոր լիներ, չեմ կարող ասել, դա ես ուղիղ պետք է ասեմ, որպեսզի մյուս տարի այնինք անցած տարի ունենալու համար մենք սկսել ենք աշխատել գարնանից։ Դրա համար ունեցանք տարեվերջին, դեկտեմբերին։ Որպեսզի մյուս տարի ունենանք, այս տարի գարնանից արդեն աշխատում ենք, բայց դա չի նշանակում, որ պարտադիր կլինի, որովհետև դա բարդ որոշում է, կոնսենսուսով ընդունվող որոշում է, այսինքն երկրներից որ մեկը չհամաձայնվեց, դա հնարավոր չի լինի։ Հետևաբար ես չեմ կարող ասել, որ կլինի, բայց կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք, որ լինի։ Երկրները կարող չհամաձայնվեն, չէ՞։ Դե դա ձեր մեկնաբանությունն էր, վերջում կտեսնենք մեր աշխատանքի արդյունքը։ Եք պետական արդեն կառավարմանն է անցել, Փաշինյանն ասում էր գոմի դուռը, փոխելու եք։ Արարատ ցեմենտում իրականում շատ բան կա փոխելու, միայն գոմի դուռը չի։
կառավարման որակը ցավոք գոմի կառավարման որակի նման է կարծես թե եղել, այս դա պետք է փոխենք, որպեսզի դառնա ժամանակակից գործարան եւ իհարկե քրյա օլիգարխիկ մատակարարումների համակարգն ենք փոխելու։ Շուտով կտեսնեք։ Երբ նկատեցիք, որ այդպիսի կառավարում է։ Այդպիսին է կառավարում, երբ նկատեցինք գործողություններ ձեռնարկեցինք, գործողությունների արդյունքներն էլ դուք տեսնում եք։ Դա երբ պարոն Ծառուկյանը քննադատեց Միշտ իշխանություններին։ քննադատել է մեզ։ Պարոն Պապոյան, կներեք, երեք դուք որ դուրս եք գալիս կառավարությունից, ասացիք, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակցին կնշանակեմ Արարատ ցեմենտի կառավարիչ, այսինքն նկատի ունեիք, որ անձով նշանակվելու է կառավարիչ համարվելու է նախարարության աշխատակից, որտեղ հետո որ վարչապետի նախկին խորհրդականը, օգնականը նշանակվեց, այս ձեր ասած միտքը Պարոն Գևորգյանը մինչև 3 էր աշխատում կառավարությունում որպես հանրապետության վարչապետի օգնական, երեկվանից աշխատում է էկոնոմիկայի նախարարություն։ Եվ RЖD-ի գլխավոր տնօրենն ասել է, եթե բանից կառավարումից հրաժարվեն, մենք մեր բոլոր ներդրումները հետ կպահանջենք, այս առումով Հայաստանի Հանրապետությունները վտանգներ տեսնում է, թե ոչ, որտեղ ըստ թղթերի Ռուսաստանը հարավկովկասյան երկաթուղին ավելի ճիշտ Չեմ տեսել, չեմ կարող մեկնաբանել, անկեղծ չեմ կարող մեկնաբանել։ ռիսկ է։ Չեմ կարող մեկնաբանել, երևի իմ գործընկերները, ովքեր համակարգում են տրանսպորտի ոլորտը, չեմ կարծում, վստահաբար ավելի կոմպետենտ են հարցում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար